քանի որ հանձնաժողովը զբաղվելու է էապես նաև ֆինանսական շուկաներով, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը Կենտրոնական բանկի գործառույթների վերաբերյալ, մասնավորապես այսօր Կենտրոնական բանկը մեգարեգուլատոր է։ Վերահսկում է ոչ միայն բանկային համակարգը, այլ նաև ֆինանսական այլ կազմակերպություններ։ Սրա հետ մեկտեղ Կենտրոնական բանկը փայատեր է մասնավոր բանկում։ Այսինքն ինչքանով է ձեզ փայատեր լինելը մասնավոր բանկում, կաշխանդում Կենտրոնական բանկին իրականացնել իր վերահսկողական գործառույթները, որքանով է արդարացված Կենտրոնական բանկին մեգարեգուլատորի գործառույթներ վերապահելը եւ արդյոք այս մեգարեգուլատոր լինելը չի խոչընդոտում, որ Հայաստանի Հանրապետությունում զարգանան ոչ բանկային ֆինանսական հաստատությունները, ավելի կոնկրետ կապիտալի շուկան, որովհետեւ եթե նայում են կապիտալի շուկայում, որվա գործառույթները հենց համեմատության համար երևի ցանկացած շուկայում մթերային ավելի շատ է գործառույթներ, քան թե ֆինանսական շուկայում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, կապիտալի շուկայի զարգացման մասով ձեր մտահոգությունը ես էլ եմ կիսում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի դերին որպես մեգարեգուլատոր, ես որպես Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերություններում երկար տարիների աշխատանքի փորձով մարդ, պիտի ասեմ, որ Կենտրոնական բանկը իրեն օրենքով վերապահված գործառույթները իրականացնում էր լավ, որոշ դեպքերում անգամ շատ չափազանցված, ինչ վերաբերում է նրան, որ Կենտրոնական բանկը փայատեր է մասնավոր բանկում, ինչքանով է կարողանում պահպանել անաչառությունը, կդժվարանամ գնահատականներ տալ, հուսամ, որ կարողանում է պահպանել, բայց մեգարեգուլատորի դերի մասին այս պահին գնահատական տալ կդժվարանամ եւ ինչքանով է հնարավոր դա թույլատնելով կապիտալի շուկան զարգացնել, նույնպես այս պահին կդժվարանամ գնահատական տալ։ Շնորհակալ եմ։ Համեցեք արձագանք։ Դե եթե օրինակ բորսական հանձնաժողով ստեղծվի, Կենտրոնական բանկը զրկվում է վերահսկելու վարկային ֆոնդերի շուկայի միական հատված եւ որպես մեգարեգուլատոր կորցնում է իր ազդեցությունը ֆինանսական շուկայում եւ հետեւաբար ես չեմ հասկանում թե ինչի պետք է օրինակ շահագրգռված լինեն կապիտալի շուկայի ստեղծմամբ, երբ կառաջանա եւս մի այլ ռեգուլատոր, ով կարողանա մրցակցել այս շուկայում, Ամերիկայում մասնավորապես Fed-ը նայեք եւ SEC-ին նայեք։ Եվ մյուս խնդիրը, եթե նայում ենք օրինակ, լավ, անդրադառնամ կենսաթոշակային ֆոնդերին, որտեղ բանկային համակարգում մեծ չի տարբերություն։ Եթե նայում ենք, օրինակ կենսաթոշակային ֆոնդերը մինչեւ վերջերս երբ ներդրում կատարեցին Firebird-ի այդ տվյալների կենտրոնում ընդհանրապես մեկական ռեալ ընկերության, ռեալ տնտեսության ներկայացուցիչ ընկերության մեջ են ներդրում արել։ Երկարծքով ինչ է կարելի անել, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերը ավելի ակտիվորեն ֆինանսավորեն իրական տնտեսությունը։ Շնորհակալություն։ Թե շնորհակալություն, ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի մեգարեգուլատորի դերի թույլատմանը, այդտեղ մի քիչ վերապահումով կմոտենամ, որտեղ դա վստահաբար հղի է այլ հետևանքներով, հաշվի առնելով հայկական մենտալիտետը եւ ոչ միայն։ Ինչ վերաբերում է կենսաթոշակային ֆոնդերի իրական բիզնեսում ներդրումներին, դա նույնպես քննարկման հարց է, ավելի համապարփակ պատասխան ցավոք այս պահին չունեմ, բայց կարծում եմ, որ քննարկման հարց է։